Բարի լույս սիրելի հետևորդներս, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ինչ եք անում, ինչ եք թողում, ինչ գործերով եք զբաղված, իհարկե գործը միշտ է, մարդու մտքին տեղ լինի, գործը հայել կլինի, ես էլ իմ կոֆեն եմ պատրաստել, մեմ որ գնամ աշխատանքի, օրերը թռնում են սիրելիներս, այսօր մարտի 11-ն է, շուտով ամիսը կես կլինի, բոլորդ էլ գիտեք ինչու եմ ուրախանում, երբ օրը շուտ է անցնում, թռնում են օրերը, բոլորդ գիտեք պատճառը, որ տղաս գա հասնի ինձ, բանակը ոնց որ այսօր թե անպած է, գույտավոր ամպեր են հավաքվել, անպած է, անձրև էլ պետք է գա, չէ, մի հատ որ անձրև եկավ, այդ ամբողջությունը կհալի, որտեղ որ ձյուն կա, և ես սիրում եմ այդ անձրևոտ եղանակը, որ շատ ուժեղ անձրև է գալի, կայծակ է խփում, ամպերը են գոռում են, ասեք Նազար ջան, դու որ եղանակը չես սիրում, շատ է պատահել, որ այդպիսի եղանակի դաշտն եմ եղել, մնացել եմ անձրևի տակ, քարկուտի, կայծակի տակ և Աստծո հրաշքով հասել եմ տուն, վտանգավոր է, երբ որ դաշտն ես լինում, կայծակ է լինում, նույնիսկ անձրևի տակ հողամասն եմ ջրել, անցած տարի վլոգ ունեի, երբ անձրևը սկսվեց, ես էլ հաշվի չառա ու հողամասս ջրեցի, ոտքից գլուխ թռչվեցի, ջուր եղա ու եկա տուն, չնայած մի քիչ հետո որ արևը դուրս եկավ, չորացա, կոֆես խմեցի, մի հատ իրար հետ դուրս գանք պատշգամբի կողմից տեսնենք դրսում ինչ կա չկա, ինչպիսի եղանակ է մեզ սպասվում ու տեսնեմ հետագա անելիքս իմ, ընդմիջման ուտելիքը դնեմ, որ գնամ, մի հատ ուզում եմ ձեզ իս հրաշք ծաղկից ցույց տամ, ծաղկել է, ես էլ դրել եմ մոտս, շատ սինապսոս մի օր է տևում սրա ծաղիկը, հրաշք կարմիր ծաղիկ, հրաշք, սա էլ այս գեղեցկուհին, տեսեք ես էլ ունեմ ցիկլամեն, սա մի քիչ փոքր է ծաղկում, սա մեծ տեսակն է, ցիկլամենը, չէ, իրոք անպած է եղանակը, սիրելի հետևորդներս, անպած, աղավնիներն են, ուր է եղանակը տխրեց, շատ ուրախացանք, որ տաքացավ, գույտավոր ամպեր են, մեկ է տեսար պահի տակ բացեց եղանակը, արև դուրս եկավ, պետք չէ հուսահատվել, դեմ ոչինչ չեն կարող անել, բնությունը իր արածը անում է միշտ էլ, թռչուններն են ուրախ երգում, ձեներն էլ, ծվծվոցներն էլ արձագանքում է, հետաքրքիր բան չկա, միայն հանգստություն, խաղաղություն, առավոտ շուտ է լույսն էլ սկսել է արդեն բացվել, շուտ բացվել, խաղաղ է, խաղաղություն է վայքում, Աստված տա միշտ խաղաղություն լինի բոլոր տեղերում, սա էլ վայքի շենքերը, գեղեցիկ է, չէ այս հատվածը, այս պահը շատ գեղեցիկ է, սարերի մեջ է մեր քաղաքը, եթե նկատեցիք, 4 կողմը սարեր են և վայք քաղաքն էլ այդպես սարերի մեջ, սիրուն տեղված է տեղակա, սարերի մեջ է,
Այս ձնոտ սարերի հատվածով ես այն անգամ այդ վերևի մասով, որ երևում է ինչ-որ մի բան տեսնում եք, այդ մասով գնացի Ազադեք գյուղ, այդքան բարձր է այդ գյուղը։ Աղավնիներն են ուրախ թռչում առավոտ շուտ։ Ահա, սիրուն տեսարան ձեզ ցուցադրեցի առավոտ շուտ խաղաղ մեր վայքը։ Էլ է ծաղիկ, սա դրսի ծաղիկ է, եկել է տաքանա, կբողբոջի ու տերևները կտա։ Մեկա տանեի ներս, ինքը էլի չորանալու էր, տերևները թափվելու էին, դրսի ծաղիկ է։ Կարելի այս ծառը տանել հողամաս։ Հրաշք։ Նայում եմ, երեկվանից նայում եմ ու ուրախանում եմ այս ծաղկին։ Հրաշք։ Այս ծաղիկներով չորացնում են եւ թեյ են խմում։ Իմջալոց ասեմ սրա թեյը շատ թանկանոց է, նաեւ այս ծաղիկների թուրմով մազերն են լվանում, մազաթափության դեմ է։ Մանավանդ ընդիկներն են լայն կիրառում իրենց մազի խնամքի այդ պարագաների մեջ, յուղերի մեջ, շամպունների մեջ, եթե նկատել եք ռոզա չինական վարդ, բայց գիբիսկուս է անունը, էլի անվանում ունի։ Այդպես։ Այս ծաղիկս էլ հենորն եմ էլի բերել դրել սենյակս, ինքը ոնց որ եզան լեզու լինի, շատ լավ ծաղիկ է, կողքերից կտրեցի, քիփլիկացրի, սիրուն, բերել եմ արևկող տեղ։ Հրաշք է, էլի շատ լավ ծաղիկ է, ինքը սոխուկով է։ Դե բամբասանքիս մասին էլ չեմ խոսում, սիրում եմ այս բամբասանք ծաղիկը, սա այս գույն է, սրա կանաչն էլ կա, չեմ կարողանում ճարել, շատ եմ սիրում այս բամբասանքը, բայց ասեմ, որ բամբասել չեմ սիրում, այդ հակասում են չէ իրար, թե ինչ են ես հրաշ ծաղկյանուն դրել բամբասանք չգիտեմ։ Սիրելի հետևորդներ, անակնկալները շարունակվում են, մեզ ծաղիկներ են նվիրել, տեսեք ինչ սիրուն են, և էլի վարդեր, շատ սիրուն գույն, հաճելի ծաղիկներ, մեկը մեկից սիրուն, իմ սիրած գույնը որն է Արմինե, դեղինը, ճիշտ է դեղինը, տեսեք ոնց գուշակեց, որովհետև բազմիցս ասել եմ, որ ես դեղին գույն շատ եմ սիրում։ Եվ էլի անակնկալ փոքրիկ գեղեցիկ տորտ, ուրեմն արժանի ենք, չէ, սրան, այո։ Համեցեք, ծաղիկներ բերեմ, սիրուն ջան քո ճամփեն, զուգեմ զարդարեմ։ Սիրելի հետևորդներ, ես իմ հերթական արշավին եմ գնում, այսինքն ստուգումներին, տեսնեմ ես վերևի թաղում, եղինջը մեկը պրպոշը դուրս է եկել, թե ոչ։ Այստեղ երևի մի 15 օր առաջ եմ եկել, տեսեք կանանչը ոնց է դուրս փչել, շունչս էլ մի տեսակ կտրվեց, անպած է եղանակը, բայց ինքան տաք է, որ շատ հաճելի է ավելի, թե չէ արևը կտար գլխիս, կբժժեի, ծանոթ ճանապարհ է, այսպես եմ գնում, մենակ թե անձրև չբռնի, անձրև չգա, շոտ տաք է, 2 րոպե շունչ քաշեմ ու ճանապարհը շարունակեմ, մենակ անձրև չգա, չնայած տունը մոտ է, մի 2 քայլ արագ կիջնեմ շենքերը, համ էլ հո աղ չեմ հալվեմ, կամ բամբակ ծանրանամ, հավեսա, ջուր էլ կա այստեղ արդեն գիտեք, ջուր էլ կա, ահա,
Այս ջրի ձայնը այնքան շատ եմ սիրում, սիրելի հետևորդներ ջան, շատ հաճելի է։ Այս ճանապարհով կովերի նախիրն են տանում։ Այսա շուտով կսկսվի, դաշտ կհանեն արդեն կովերին։ Այն ինչ կատվի ձեն եմ լսում։ Հա, ոյ, ինչ էլ մեծ կատու է, սոված է երևի, ոյ, մեջքն էլ ուռացրեց, ջարդրտվեց, ոյ, գալիս է դեպի ինձ, ուր ես գալի, ոչ մի հացմաս չկա մոտս որ տամ, արխային մնա տեղդ, պս, եկավ, չէ, իր արածը պիտի անի ես կատուն, պիտի գա, պս, հա, կոտրեցիր քեզ, խրվեցիր, գնա, մի արի, հեսա կնգնի, հետևիցս կգա, ինչա, արի տեսնեմ, ինչ ես ասում, ես տնական կատու է, վայ, եկա, ոտքերիս եք սմրտվում, լավ էլի պիսո, կորի գնա, շուտ, գնա, մի արի հետս, պշտ, գնա, հավես չունեմ, նվնվալ են հետս վռաս, ահես, արդեն կա դուրս են եկել են, կողմերի վրա էլ ավելի լավ կա, որ արևը անմիջապես խփում է, գնամ են կողմերի վրա, տեսնեմ, ինչ կա, այդպես, հիմնական ուզում եմ գնամ տեսնեմ պրպոշը եղել են, խնջլոզ ենք ասում այդ բանջարը, այն շատ շուտ է դուրս գալի և այս կողմը մի լավ տեղ կա, արդեն այսօր պատրաստված եմ գնում, դանակ, ձեռնոց, ամեն ինչ հետս տանում եմ, վերցրել եմ, անցած օրը ինձ խրատ լինի, այս անգամ պատրաստված, հանգիստ իմ համար քայլում եմ, գնում եմ, Ելի հետևորդներ, ես գիտեի, որ այստեղ այս բանջարները աճում են, սա պրպոշը չէ իհարկե, ուլի ականջ ենք ասում, արդեն դուրս է եկել, այս մեր սեփական տների կողմը ավելի տաք է, արևոտ է, ինչ էլ լավն են եղել, նայեք է, ես գիտեմ ուր եմ գնում, ինչի եմ գնում, ես են, ինչ է մեծ են, շատ շուտ են սրանք դուրս եկել, սրանք սոխուկով չեն քաղում, որովհետև սրանք դառն են, իսկ պրպոշի խնջլոզինը, իսկ խնջլոզը սոխուկով են քաղում, նայեք, այս տաք տեղերը, խոտոտ տեղերն են սրանք աճում, ինչ լավ մեծ են, ահա, ով է ասում բանջարը դուրս չի եկել, մարդու մտքին տեղ լինի, մեկ էլ քաղող լինեն, չէ, ահա, տերը կտանեմ, տակերից կհավաքեմ, գոգնոց չեմ բերեմ, մենակ դե ոչինչ, շատ չի լինի, գոգնոցի կարիք չի զգացվի, ահա, ես էլ սենց, քաղելով գնամ, դե հետո կցուցադրեմ, արդեն այստեղ ձնծաղիկներն էլ են դուրս եկել, անցած անգամ եկա, ոչ մի հատ դուրս չէր եկել, հիմա տակը տվեց և
դուրս են եկել։ Տանը ունեմ, չեմ քաղում, թող մնան։ Ուղղակի նկարեմ ու որ տեսնեք։ Այս կողմերի վրա էլ կա։ Շոթելը։ Շունեմ տեսա, ինչ կլինի, թող լինի։ Տեսնեմ ու այս ճանապարհը ոնց որ թե իջավ։ Ես էլ հետևից գնամ։ Հետո մի ուրիշ օր կգամ, մենակ չեմ գա, էլի ընկերուհիներով, ովքեր սիրում են ինձ նման դաշտ, կգանք և բանջարը մեր կհավաքենք։ Հետ շունը ուրանետացավ, եկավ ճանապարհիս, որ ինձ խանգարեր հատուկ նպատակով։ Փիսա, փիս, մնացիրը տե, ինչ ես տեսնայում, ախ նոր չէ, եսի ուրիշ կատույա, այն մեկը ինձ տեսավ եկավ, եսի ոբշե ուրիշը, հենց հավեսի համար մաքուրոտ, հաճելի եղանակ, ճիշտ է մի քիչ անպած է, բայց շատ լավ էր, հավեսին մանեկա, շրջագայություն, մարդ կա, որ բնության վլոգները դուրս չի գալիս, բայց ինձ համար շատ հաճելի է, ես շատ եմ սիրում և մեծ հաճույքով ման եմ գալիս, ուսումնասիրում եմ բնության զարթոնքը, թե օրորի ինչքան է գեղեցկանում, ինչ բույսեր են աճում, այդպես, ծարավ չեմ, թե չեք խմեի, մի բուռ հավաքեցի, հիմա իմ հողամասի կողմը տարածքներ կան, որ լավ եղած կլինի, նաև սիբեխը ելած կլինի, երբ որ գնամ հողամաս, պարտադիր կգնամ կհավաքեմ, այս կիրակի էլ երևի դժվար թե գնամ հողամաս, որովհետև որոշել եմ Աստծուց առաջ չընկնեմ, գնամ Արտաշատ սերմերի հետևից։ Սիրելի հետևորդներ, մի քիչ առաջ մտա տուն ու հետս էլ նկուղից կարտոֆիլ բերեցի, լավ լվացել եմ, խնձոր եմ բերել լավ լվացել, խնձորի տեսքին չնայեք, շատ համով է, շատ լավն է։ Այստեղ էլ մեկ բան կա, կամպոտ եմ բերել, լվացել եմ, ինքը ինչի է, մալինա կա, դեղց կա, խնձոր կա, էլ ինչ կա, ծիրան կա, վիշնի կա, սև սմարոդինա կա, մի խոսքով տարբեր մրգերից պատրաստված կամպոտ է, թող մի քիչ լվացել եմ, մի քիչ հետո արդեն կբացեմ, առաջինը ես այս կարտոֆիլները պետք է և կեղևներն չեմ մաքրել, որովհետև էլեկտրական թոների մեջ եմ դնում, այնքան համով է լինում էլեկտրական թոնների կարտոֆիլը, գնամ թոնիրը բերեմ, Լիլիթ է ինչ ես անում, հա, որը, հետ ինչ է, Մամ ծալ թող համլեց, Այ, ինքան է ծումերը, այստեղ կդնեմ, չնայած այս կողմի վրա տանեմ, որ միացնեմ, այնով է եկել, Լիլիթ, հələ վարևի, Լիլիթ ջան, Լիլիթս եկել է, ու ասում եք, սիրելի հետևորդներս, ասում եք, ուր է կորել Լիլիթը, հեսո, Մյատ ինձ երկու հատ կոգլետ կժարի տես, բա տեսնում եք, չէ, թույլ տեղիս կպա, չես ուզում ժարի, կժարի, Էսա Լիլիթը եկել է, սիրելի հետևորդներս, կարոտել էին քեզ։ Ոնց եք սիրելի հետևորդ, մարդի ու շնորհավոր, Մայրիկների, չէ, քույրիկների, տատիկների մարտի 8-ը շնորհավոր, զգային կանանց տոնն է, և տես ինչ ծաղիկ եմ ստացել, Oh my god, ամեն օր ծաղիկներ եմ ստանում, հա, որ Լիլիթը եկել է խոհանոց, ուրեմն այսօր համաձայն է, որ նկարվի վլոգում, և ինձ պիտի օգնի, Լիլիթ ջան, ինչ ես անում շշերը, դիրուն, այնտեղ որ
Խորովածը, կարտոֆիլ։ Սասունցի Դավիթն է։ Ոյ, թուրա, թրերով մի հատ ոնց է կռվում։ Հիշեցինք են 3 հրացանակիրները, չէ՞։ Հանի որ բան անենք։ Հանի, հիմա քանի շիշ կլինի, պետք է բոլորն անենք, որ հանի, որ կարտոֆիլ է փենք ջեռոցում եւ քո համար էլ կոտլետ կժարի, դեմ կոտլետ կանեմ։ Ապրի մորալը օգնես, դե գնա լաթակի արի։ Ես ուտում կործանը։ Ինչ։ Դաս։ Ոնտեղ մաքրեմ։ Ու դեռ ծուծուրի։ Դե կգաս, որ օգնես ինձ, որ ձեն տամ կգաս։ Ապրի օգնես Լիլիթը։ Թոնիրը միացնեմ, նախապես թող տականա, տժոցը եկավ։ Կարտոֆիլը հավեսի նեպվի։ Ես էլ շշերը շարեմ։ Աղ չեմ արել, կարմիր պղպեղե չեմ արել, հեսա շարեմ, նոր կանեմ։ Հավեսին կեֆի։ Մսից համեղ ա լինում։ Մեկ շիշ շարեցի։ Ամեն շշի վրա 4-ը կարտոֆիլ կանեմ, մեկը տարածքը կա 7-ը շիշ է տարողությունը։ Ապլի։ 2-4, են մեկն է 5 հատ կլինի, ոչինչ։ Սա 5 հատ։ Այսքան կարտոֆիլը բավական է, կշտոնոլի փչի։ Մեկ։ Սկզբից այս շշերի ծայրը մի քիչ այն չէր, հիմա արդեն սրվել է, հեշտությամբ է մտնում։ Ահա։ Ուրեմն այսպես կդնեմ այս սինի վրա, որ համ բուսայուղ չլինի, համ էլ աղ չլինի, տարածքը չկեղտոտվի, արդեն հասկացաք, պարզ է, ինչը ինչումն է, ահա, այսպես, թոնիրն էլ տաքանում է, ուրեմն այստեղ ես ձետ, կարմիր պղպեղ ու աղ, կտրում եմ, կարտոֆիլի վրա գծեր եմ անում, որ արանքները բուսայուղ է լցվի, աղ, մաղ, այսպես համովը։ Դուք էլ եթե կանեք, պարտադիր կարտոֆիլը այսպես ճաղերի վերածեք։ Կտրում ամբողջությամբ, որ բացվի, բայց գծերը պարտադիր է։ Խորոված անող էլ դարձաբա, խորովածը շատ լավ բան է, նամանավանդ կարտոշկայինը, խորովածը շատ լավ բան է, մանավանդ կարտոշկայինը, էդ էլ իմ հորինած երգը սիրելիներս, լավ երգեր չէ, ես երգում եմ, դուք լայքում եք, մի լավ աղ եմ անում, հատ այսպես, չնայած որ իրան արդեն ուտելուց կիսում ենք, աղ ենք ցանում պարտադիր, մեջը ոնց էլ անենք չի քաշում, էլի աղը, սա այսպես,
աղարեցինք մի հատ լավ բուսայուղ, այսպես հավեսին է սարքում կարտոֆիլին, մի հատ լավ բուսայուղ ենք, ահա, ես էլ սենց, և մի փոքր էլ կարմիր պղպեղ, էլի պահ, որ բուսայուղ է, արդեն ես կարմիր պղպեղը մնալու է կարտոֆիլների վրա, ահա, լավ արեցի, ընտիրություն կստացվի, համեղ է ստացվելու, թոնիրը ցախ եմ գցել, թեժաց է, շիկնել է, բարկ թոնիր է, թող 2 րոպե էլ մնա, ես էլ ես ընթացքում ես բանկան կսրբեմ ու կբացեմ համով կամպոտը, ես կամպոտի հյութից որոշել եմ հասած բանան առնեմ, նարինջ, ժելեյով տորտ պատրաստեմ, յուրահատուկ համ է խառը մրգերի կամպոտը, ես ցույց եմ տալիս, թե այսօր ինչ հրաշք ծաղիկ եմ ստացել, միամսյակը դեռ շարունակվում է, նաև վարդ եմ ստացել, մեկ հատիկ, այս ծաղիկներն էլ հրաշք են, տարբեր գույները կա, ես էլ վերցրեցի դեղին գույն, ամաներ և տարբեր գույների, դե աղջիկները արդեն գիտեն, որ իմ սիրած գույնը դեղինն էր և դեղինը ես վերցրեցի, ահա, դեղին, տոքոցը, տոք է և հերթով արդեն տեղադրեմ, իհարկե խորովածի երքի ներքո, խորովածը շատ լավ բան է, բայց կարտոլինը տես չի մտնում, լավ չեմ արել, պիտի ներքև իջացնեմ, դե հետ հանին ազում, տենց, որ այս մասը մտնի, չէ, ավելի շատ ոնց հասկացա, այս ներքևի մասն է ընկնում կրակը, ներքևի հատվածը, ճիշտ անեմ, որ լավ լինի, ահա, այսպես, իսկականն է, եմ արել, ես էլ իմ սխալը կողեմ, ես ինչա, չեք գալի, չեմ հասկանում, չեք ուզում հեփել, մարդ ամեն ինչ էլ հարմարվում է, ամեն ինչ էլ սովորում է, սա էլ այսպես, և վերջինը, ահա, 4 հատ, 4 շիշ կախի թոնիրը, այս թոնիրն էլ մեր տան պայմաններում փրկություն է, ինչ շատ հաճախ եք գրում, սիրելի հետևորդներ, թե թոնիրը ինչքան եք առել, որտեղից եք առել, 23,000 Արտաշատ քաղաքի ճանապարհին է դրած, չնայած տարբեր տեղեր էլ կան, Երևանում, Սուրմալույում, կան տարբեր չափերի, փոքրն է կա սրանից, մեծն է կա, ասեմ, որ
փրկություն է սա, տան պայմաններում արագ խորոված ենք անում, բայց մի բան էլ ասեմ, որ իսկական թոնրա կրակի վրայի խորովածին չի հասնի, որ հողամասում անում ենք, հավեսով ուտում ենք, դրան չի հասնի, նրանց համն ու հոտը ուրիշ է, ճիշտը կասեմ ձեզ։ Սիրելի հետևորդներս, անցել է ահագին ժամանակ, մի հատ ստուգեմ, լովը լեփելո, արդեն մի հատ նայեք, ինչ հավեսին լեփելամ, երկու րոպեից կհանեմ, բամ, տակ հավեսին, ոյ, այսի լավ ավելի կարմր է, երկու րոպե էլ մնա, հանեմ ու ուտենք, ահա, կամաց դնեմ, հացն էլ հեսա կկտրատեմ, ուտում ենք միայն կարտոֆիլ, սա կարտոֆիլը թթվով, կարտոֆիլը պատրաստ է, ոյ ուզում էի ձեռքով բռնեի ողրեի մոտերս, մի ժամ է նստեի նվնվայ, իսկ կոկոնը լով կորմրեց, դոժը սևացավ, անջատեմ, փակեմ թո տաք մնա, սիրելի հետևորդներս, անջատեմ, մինչև Տիկին Ամալյան կգա, Տիկին Ամալյային էլ եմ հրավիրեմ կարտոֆիլ ուտելու, բա, անակնկալ, արի, Լիլիթ, եկեք կարտոշկա կերեք, կարտոշկա բերեմ, բերեսեմ, սպասի, Տիկին Ամալյա, ասիմ կայնի կարտոշկա դնեմ, Ամալյայիս անակնկալ անեմ, հրավիրեմ կարտոշկա ուտելու, դեն մեզ ինչ լավ, հավեսին, բան է, Արնան, դեկոր չէի մեր բանկեր, ասի մեր ախնս չեմ էլ իսկավոր, ասեմ իսկավոր եմ որտես։ Դիսկավորելա, լավ արե, բա այտենց հարս կունենան, Ամալյա ջան, լավ արե, շնորհքով, հարսը մնում է, շնորհքը կապ չունի, տենում ես գնահատող հարսը այդպես անում, Ամալյա ջան, ապրի Ալինան, ոյ, ահա, Կարտոշկա, ես թխեմ մանկապարտեզում, Ամալյաս հոգնել է, դրա համար հիմա ես կարտոֆիլ եմ պատիվ տալու, հա Լիլես, կաման շուրջ տես, ինչ ես ուզում, ասա հացով բան կանես, փոքրիկ աղլեցնես, ուրա, դու պիտի աղվեր անես, տիպ դնես, աղլեցնես ուտես, ուրա մեր աղամանը, էլի դնում ես բաները, մոսկոները, հացի մեջ ես սիրում, կարտոֆիլը սա առավ, լավ, արի, ինես լավ այբ է, ես երկու հատ կերամ արդեն, դու խոսում էր, ես կերամ, բա, ես էլ մեր կարտոֆիլն եմ, համեղ, հավեսին, երեխեք, Լիլիթ եկեք, Լիլիթը կրում տանում է, բա, ես էլ մեր սեղանը սիրելի հետևորդներս, Տիկին Ամալյայիս հետ ուտենք, ենով եկա, Լիլիթն է երեք կատում, Տիկին Ամալյայիս հետ կարտոֆիլ ուտենք, բա պտի ուտենք մի հատ լստե նայեք, ես ինչ ասես խավրած չիշ տալի, չէ, կեզ չեմ նկարում, մի աստ է նայեք ինչ հավեսին այղ է, բա, ընտիր, համով այն, համար չեմ նկարում թե, մամես հյուր են է, ով է, կատում է, հանի դուրս,
Համով մեր հացը ուտենք, սիրելի հետևորդներս։ Իմ սոխը երկու հատ նես փոքր է մնացել։ Ես տորից շոտ պիտի անեմ։ Դու առել ես արդեն թե կոննա։ Այս տարի եմ վերի տախտակը սախ սոխ եմ անել, ունտիրա։ Հետո շատ ենք օգտագործում։ Ես էլ եմ շատ օգտագործում։ Կամ կարտոշկա կա։ Չկա կարտոշկա։ Այս կարտոշկայից պիտի լավ կլինի։ Լավ սորտ, ուղղակի մաները խափին էլ մեջը լցին։ Փչացած չի մաներա։ Ես պիտի առնեմ տանգել։ Սիրելի հետևորդներ, մենք մեր հացը նստենք հանգիստ ուտենք, գալաջին անենք, տենանք հետո ինչ ենք անում։ Դուք էլ բաժանորդագրվեք, տարածեք, լայքեք։